Քո հրաշքն ամենուր ուղերձների շարք։ Եղի՛ր համարձակ ամենուր և ամեն ինչի մեջ։ Աստվածաշունչը մեզ պատմում է մի մարդու մասին, ով լիարժեք կերպով չէր համարձակվում իրագործել այն, ինչ Աստված էր խոստացել և ինչի մեջ Աստված էր կանչել նրան։ Սիրելի՛ բարեկամ, դա Բարակի պատմությունն է՝ մի մարդու, որին Աստված ընտրել էր Իր ժողովրդին Քանանի թագավորի ասպատակություններից ու հալածանքներից ազատագրելու համար։ «Նա մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Աբինոամի որդի Բարակին ու ասաց նրան. «Մի՞թե Իսրայելի Տեր Աստվածը չհրամայեց. գնա, վեր ելիր Թաբոր սարը և քեզ հետ 10,000 մարդ վերցրու Նեփթաղիմի որդիներից ու Զաբուղոնի որդիներից, և ես Կիսոնի հեղեղատի մոտ քո դեմ դիմաց կբերեմ Հաբինի զորապետ Սիսարային և նրա կառքերն ու բազմությունը, և նրան կմատնեմ քո ձեռքը»։ Բարակը Դեբորային ասաց. «Եթե ինձ հետ գաս, կգնամ, իսկ եթե չգաս, չեմ գնա»։ Եվ նա ասաց. «Անպայման կգամ քեզ հետ, բայց փառքը քոնը չի լինի քո գնացած ճանապարհին, որովհետև Տերը մի կնոջ ձեռքը պիտի մատնի Սիսարային»։ Եվ Դեբորան վեր կացավ ու Բարակի հետ գնաց Կադես» Ի վերջո, Աստված իրագործում է Իր ծրագրածը։ Սակայն Քանանի թագավորը սպանվում է Հայել անունով կնոջ կողմից։ Բարակը, հավանաբար, բազմաթիվ հիմնավորումներ ուներ ու պատճառաբանություններ, թե ինչու չէր ուզում Աստծու ասած կերպով գնալ այդ ճակատամարտին։ Նա լավ գիտեր Դեբորային, որը հայտնի էր որպես փորձառու առաջնորդ և մարգարեուհի։ Բարակն ավելի շատ իր հույսը Դեբորայի վրա էր դրել, քան Դեբորայի միջոցով իր հետ խոսող Աստծու վրա։ Բոլորիս կյանքում էլ լինում են իրավիճակներ և ժամանակներ, երբ մենք ճիշտ Բարակի նման տատանվում ենք ու վախենում առաջ ընթանալ Աստծու ծրագրին համահունչ կերպով։ Արդյունքում մենք թույլ չենք տալիս Աստծուն փոխանցել մեզ այն ամենը, ինչը Նա նախատեսել էր մեզ համար։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հավատա՛, որ Աստված տիրում է քո կյանքում և քեզ մենակ չի թողնի ո՛չ քո կյանքի ճակատամարտերում, ո՛չ դժվարությունների ժամանակ և ո՛չ էլ նեղ ու անանցանելի թվացող ճանապարհներում։ Նա քեզ կտա Իր խաղաղությունը և զորությունը, եթե միայն հնազանդվես Նրա կամքին և չվախենաս անել այն, ինչը Նա է քեզնից ակնկալում։ Աստված փափագում է մեծամեծ գործեր անել քո կյանքում և քո միջոցով մյուսների կյանքերում։ Սակայն Աստծուն վստահելու համար մարդը պետք է համարձակություն ունենա։ Հավատքի կյանքը վախկոտների համար չէ։ Սակայն Աստված կարող է անգամ տատանվող ու տկար մարդկանց վերցնել ու դարձնել հաստատուն և զորավոր հավատացյալներ։ Ողջ գաղտնիքը Աստծուն վստահելու որոշման մեջ է։ Երբեմն Բարակի նման զորահրամանատարները համարձակության պակաս են ունենում, իսկ Գեդեոնի նման տկարները դառնում են հավատքի հերոսներ։ Իսկ ո՞ր ճանապարհն ես դու ընտրում։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։